Այ օրինակ մեջբերեցիք արտասահմանյան փորձը, Արմեն ջան, եվրոպական, ամերիկյան շուկաները մեջբերելով, արդյոք այդ թվայնացումը այնտեղ ավելի քչացրել է վարչարական այդ խնդիրները, ինչ կասեք։ Այք իմ ունեցած եւ տվյալներով եւ փորձով շատ ավելի խիստ է վարչարությունը արտասահմանյան երկրներում ու Եվրոպայում կամ Ամերիկայում, քան Հայաստանում։ Սա որպես ելակետ ես ուզում եմ ասել, որ այնտեղ ավելի խիստ է վարչարությունը կամ ավելի բծախնդիր են ցանկացած փուլի համար վարչարություն իրականացնելիս։ Բայց կա մի հատ բայց։ Այնտեղ այդ ամեն ինչը կանոնակարգված է։ Այսինքն մարդը գիտի, որ եթե այս կանոնը պահպանի, դրանից հետո այս վարչարությունը իրականացվի։ Կանոնակարգել են, նոր պահանջում են։ Այո, այստեղ մենք ունենք լիքը չկանոնակարգված հատվածներ, կամ թերի կանոնակարգված իրավիճակներ, որը որ կարող է բերել շատ լուրջ խնդիրների, ընդհուպ անիրատեսական լինելուն։ Լավ, մարդը գնում ինչ-որ գործողությունանում, 4 փուլում նոր պարզվում է, որ կարող էր այսպես լինել։ Հետևաբար ես էլի գալիս եմ նրան, որ ոլորտը պետք է զարգանա իրավական առումով, սկսի նրանից, որ ոլորտը ունենա իր օրենքը, կարգավորող օրենքը, որը որ հիմնական փաստաթուղթն է լինելու, եւ դրանից բխող եւ ստանդարտներ եւ վարչարություն եւ ինչն է կարելի եւ ինչ չի կարելի, այս ամեն ինչը պետք է ավելի մանրամասն նախատեսված լինի մեր օրենսդրությամբ։